հնարավորություններից, մեծ փոփոխություններից, արդյոք դրանք աղետներ կլինեն, թե նոր հնարավորությունների, նոր հաջողությունների սկիզբ։ Դրա մասին խոսելու եմ հաղորդման հերթական փուլերից մեկում։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ, որ դիտում եք մեր հաղորդումները, որ բաժանորդագրվում եք ալիքին, ակտիվ մեկնաբանություններ է գնում, դրական մեկնաբանությունները իմացեք, որ ինձ կրկին ուժ են տալիս, մոտիվացիա, որպեսզի նոր փնտրտուքների մեջ լինեմ եւ գեղեցիկ հաղորդումներ պատրաստեմ ձեզ համար։ Գիտեմ, որ կիսվում եք հաղորդումներով, իմացեք, որ հանրօգուտ աշխատանք եք կատարում, որտեղ այս հաղորդումները օգնում են մեր հանրության միսվար զանգվածին, որպեսզի նրանք կարողանան կարգավորեն իրենց գործերը։ Սիրելի հետևորդներ, ամեն անգամ ես որոշում եմ ինչ-որ կարևոր բան պատմել իմ այս տարիների փորձի մասին, ինչու, որովհետև Ուրանը շուտով 2025 թվականի հուլիսի 7-ին մուտք է գործելու երկվորյակի կենդանակերպ, այն համարյա 6 տարի է գտնվում է ցուլի կենդանակերպում, քանդեց, կարծես Սատուրնի հետ բար դիրքերի դեպքում դա 21-22 թիվներ, նորից վերակառուցեց ֆինանսի ոլորտը, այժմ նա 2025-ի հուլիսի 7-ից անցնելու է երկվորյակի կենդանակերպ, երկվորյակը դա լրատվությունն է, տեղեկատվությունն է, տրանսպորտն է, նոր արարություններ այդ ոլորտում եւ նաեւ չենք մոռանում, չէ՞ որ նոյեմբերին Պլուտոնն էլ անցել է ջրհոսի կենդանակերպ եւ երկու այդ բարդ մոլորակները, որոնք անսպասելի խնդիրներ, բայց տվյալ դեպքում անսպասելի հաջողություններ են բերելու ձեզ, դրանց մասին խոսելու եմ ըստ հերթականության։ Սիրելի հետևորդներ, մի կարևոր դեպք եմ հիշել, քանի որ Ուրանի մասին եմ խոսում, այդ կարևոր դեպքը տեղի ունեցավ մի քանի տարի առաջ։ Ինչ էր, ինձ զանգեց մի աղջիկ, որը ուներ խնդիրներ, իհարկե խնդիրները կարող եմ այստեղ պարզաբանել, երեխա չունենալու հարցեր նրա մոտ, տրվեց նրա եւ ամուսնու ծննդյան տվյալները, դիտարկեցին քարտեզը եւ ահա սև լուսնի դիրքով եւ մնացած մոլորակային բարդ դիրքավորների արդյունքում ես նկատեցի, որ նրա մոտ երեխայի խնդիր կա, ցավալիորեն դա կարմիկ խնդիր էր եւ անլուծելի խնդիր էր, բարբերաբար նա հղիանում էր եւ այդ հղիությունից հետո ուղղակի արդյունքները այդպես բարեհաջող չէին, հերթական վիժումներ լինում։ Ինչներ հետաքրքիր, անունը ֆիքսեցի, տարի, ամիս, օր, ժամը Եվրոպեն, հերթական իմ կանխատեսումներից եւ հաշվարկներից հետո հաջորդ օրը դիմում է մեկ այլ աղջիկ, դիտարկում եմ քարտեզը, նույն անունը ունի, նույն տարի, ամիս, օր, 1-2 ժամվա տարբերությամբ եւ գիտեք ինչն էր հարցը։ Նա դիմել էր ինձ նույն խնդրով, նույն երեխա չունենալու խնդրով։ Ինձ համար շոկային իրավիճակ էր, ինձ թվաց, թե ես խոսում եմ նույն անձի հետ կամ նրա